Բարև սիրելի հայրենակիցներ, խոսքս ուղղում եմ ընդդիմությանը, հարգելի խորհրդարանական ընդդիմություն, ինչու դուք չհասաք նրան, որ ոչ թե Գեգամ Նազարյանը դուրս գա խմբակցությունից, այլ ընդհանրապես վայր դնի մանդատը։ Այդ ընչի Նիկոլ Փաշինը կարա SMS-ով պաշտոններից ազատի քաղաքական պաշտոնյաներին, դուք չեք կարող ձեր ձեռով բերած մարդուն հանեք դուրս այն գործից, որին ինքը դավաճանել է ի սկզբանե։ Ես Գեգամ Նազարյանի անձը չեմ ճանաչում եւ անձնական ոչինչ չունեմ, բայց եւ նաեւ իրավունք ունեմ որպես քաղաքացի կարծիք հայտնել նրա մարդկային կերպարի մասին։ Գեգամ Նազարյան, դու ընդհանրապես ով ես եղել մինչեւ պատգամավոր լինելը։ Դու քաղաքական ինչ անցյալ ունես։ Քեզ ով է ճանաչել։ Դու որքանով ես մասնակցել այդ քաղաքական ուժի ազգային ժողովում հայտնվելուն, որ հիմա էլ հակառակ կեցված քեզ ընդունել, շուռես եկել պաշտպանում ես Նիկոլ Փաշինյանին։ Երազումս եկելա տղես, ասելա որ ների Նիկոլ Փաշինյանին։ Ամոթա, դու հերոս տղու հայր ես, պահպանի տղուդ վերաբերյալ մեր ունեցած կարծիքը, մեր գնահատականը, իր հեղինակության հետ մի խաղա ամոթա, հերոսի հայր ես դու։ Քո տղեն զոհվելա, որ դու այսօր մանդատ պահես, ամոթ քեզ։ Երազից եկել ասելա ների Նիկոլին։ Հեսա այսօր էլ երազիդ գափել ռեժտակապետն է գալու, որ քեզ հրավեր անի դեպի դժոխք։ Էդի նկատի ունեցի։ Իսկ ընդդիմությանն էլ կոչ եմ անում նման մարդկանց ուղղակի վտարել ազգային ժողովից։ Նա ինչ գործ ունի ազգային ժողովի հետ։ Նա երբ է մի հատ օրենքի նախագիծ ներկայացրել, երբ է օրենագիծ պաշտպանել, զեկուցել, անջախ թողես ինչ որ մի հատ ելույթ ունենա իշխանա հաճո, գնա մի անգամից մտի նրանց կուսակցությունով գայիր ազգային ժողով։ Ես ընդդիմությանը այս առումով չեմ հասկանում ուղղակի։ Հաջորդը դե բնականաբար իմ գլխավոր բնորդուհին Նիկոլ Փաշինն է։ Չգիտեմ երբ արել ես հայտարարություն, հələ սրա բանու գործը։ Արագաչափերը ասма որպեսի հանենք, պետք է հանրաքվե անցկացնենք։ Պատկերացնում եք ժողովուրդ, սա ինչքան անգրագետ է, այս Փաշինը, որ ինքը չի կարդացել հանրաքվեի մասին Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի օրենք ունենք, որի 4-րդ հոդվածի առաջին մասի համաձայն հստակ գրված է, թե որ հարցերը կարող են դրվել եւ լուծվել հանրաքվեով, որոնք են լուծվում։ Պատկերացնում եք արագաչափերի հարցը հանրաքվեի առարկա։ Ստեղել է սա ավանտյուրա անում։ Այս լոխը, այսինքն լավ որակավորված խաբեբա, լոխ Նիկոլը, լսի այ լոխ, գնա օրենքները կարդա։ Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում նման բան կա, որ արագաչափերի հարցը դրվի հանրաքվեի։ Ինչա ուզում անի այս ավանտյուրիստը։ Այս հարցը ինքը խոստացել է, որպես նախընտրական խոստում տվել է։ Հիմա ուզում է էդ էլ գցի ժողովրդի վրա։ Յանի ժողովուրդն է մեղավոր, որ ես արագաչափերը ոչ միայն չեմ հանել, այլև կրկնապատկել եմ։ Էդպես լավ չի, այ տղա, լոխ։ Արագաչափերից բացի նաև հանրաքվեի դիրեն հարցը, թե ասենք Հովիկ Աղազարյանը մանդատը հանձնի, թե չէ։ Մի հատ է դրա համար հանրաքվե անցկացնենք։ Մի հատ է հանրաքվեի դիր, թե ասենք Ախուրյանցի Անո եւ Դարարիցի Գոմիկ Ժուժու այս անձին, որ ուզենան ընտանիք կազմեն, թույլատրենք թե ոչ։ Էդ էլ դիր հանրաքվեի։ Ինչ ա եղել որ կարևորը քեզանից բրթես դու պրոբլեմը։ Լոխ, կարևորը քեզնից պրոբլեմը բրթես, քցես ժողովրդի վրա։ Ժողովուրդ հասկացեք, թե ով է այսօրվա Հայաստանի Հանրապետության դեֆակտո ղեկավարը։ Իսկ Գեգամ Նազարյանին էլ նորից եմ ասում, հավանաբար այսօր իր երազին կգա Գաբրիել հրեշտակապետը իր դյութիչ առաջարկով։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ։ Բույսը հանգիստ չի տալիս անգամ հանգստյան օրերին։ Արա բույս Նիկոլ, լսի է։ Բարբաչող ուսապարկերի յալանչի սարեցի, իսկ թվում է տեղ մեկնաբանության կարիք չկա։ Այն որ քո ուսապարկերը իրենց են տենց ամանել բարբաջում են, դու էլ յալանչի ես, որը քու սիրած լեզվով թուրքերենով նշանակում է ստախոս, դե սարեցի ես, դե գիտենք որտեղից ես գլորվելով իջե Երևան։ Արա, այդ ով պետք է պատասխանի Ալիևի այդ հայտարարություններին, որ պետք է ձեր պատերազմի հանցագործները բանը դատապարտվեն, նոր մենք խաղաղության պայմանագիր ստորագրենք։
Արա այ անամոթ, դու չես կարողանալու հասնես խաղաղության պայմանագրի։ Պայմանագիրը ասել եմ եւ կրկնում եմ, արա։ Դա հավասար մարդկանց միջև, հավասար կողմերի միջև է կնքվում։ Քո հետ ոնց կարան պայմանագիր կնքեն։ Ոչ մի գործարք քո հետ չէ, 10 դրամ քեզնից չեն կարող ուզեն ու ակնկալեն, որ դու պարտաճանաչ կվերադարձնես։ Այ անամոթ, դու ինչ գործ ունես, արա Փարիզի քուչեկում հեծանիվ քշես։ Բայց պատասխան դու, բայց դու հելում ես մեծ բերանը տափարցապր բացում ես Հայաստանի ղեկավարն եմ։ Հա արա։ Բա ղեկավարն ես, քո թշնամի պետության ղեկավարը, քո դեմ նոր փաստեր ա դնում։ Մեր ազատամարտիկներին ասում պիտի տանես որպես պատերազմական հանցագործ դատես, որ նոր քո հետ մենք կնքենք խաղաղության պայմանագիր։ Արա դու գիժ ես, վաբշել, լսի, Նիկոլ, բույս։ Եթե գիժ ես, ասեմ քեզ, որպես իրավաբան հուշեմ։ Գժանոցներ կագրած մեր կողքն է։ Կարաս գազ, ես այդ համ տնօրենին խնդրեմ քեզ տեղավորեն, համեր քո գործած մեծ մեղքերից հետագայում կազատվես։ Այդ քո ծանր հանցանքներից, որպես անմեղ սունակ։ Դու աննորմալ ես, արա ինչ հեծանի, վարա։ Բանուգործ չունես դու։ Միլիոնանոց սեղաններ եք գցում մարդկանց զորով զաստավիտով բերում եք, որ սեղանին նստեն փող փակվեն։ Արա, вообще ինչով եք դուք զբաղված։ Հա, արա։ Այ բույս։ Արդեն ասեցի բույսը ինչ է։ Այս տխրահարճակ օրենքդ էլ չեղարկել դու, արա, քանի ուժի մեջ չի մտել։ Փաստաբանների հարկերի ավելացումը։ Ժողովուրդ, հարգելիներս, ինձ մեկ-մեկ մեղադրում են կոպիտ խոսելու համար։ Հասկանում եք, բայց ես չեմ կարող երկեցիկ տոնով խոսել այս ամեն ինչի մասին։ Որովհետև իրոք պետությունը տանում են կործանման, ժողովրդին տանում են սնանկացման, վերջնական կործանման են տանում։ Փաստաբանների հարկը, որ ավելացնում ես, այ տղա, այ բույս։ Դու հաշվարկել ես դրա հետևանքը ինչն է։ Դա այն է, որ մարդիկ, եթե այսօր, ասենք, կոնկրետ այս կամ այն փաստաբանի ծառայություններից կարողանում էին օգտվել, ասենք, օրինակ, չգիտեմ, պայմանական թիվ եմ ասում, ասենք 200,000 դրամով 300,000 դրամ են վերցնելու, որովհետև դու չկարողանալով ունենալ հեղինակություն, որ խափում ասում է իր արա բույս, որ ասում է ես հենց գամ իշխանության, դռան հետևում կանգնած են օտար երկրան ներդրողները, բա ուր են արա այդ ներդրողները, ընկել ես էլի ժողովրդի ջանին, հարգելի ժողովուրդ, սա կեղեքի չէ, սա թալանչի է, ամենամեծ թալանչին է հայ ժողովրդի պատմության մեջ։ Ես որևէ ղեկավարի ոչ արդարացնելու ցանկություն ունեմ, ոչ տրամադրություն ունեմ, ոչ այդպիսի հանձնարարություն ունեմ։ Ինձ մենակ մի հոգի կարա հանձնարարական տա, բայց տվել է արդեն ի վերուստ, Աստված, որ վարվեմ իմ խղճով։ Եվ ես կատարում եմ այդ հանձնարարականը։ Սա անգել է ժողովրդի ջանին, ձեր ջանին անգել։ Մեծացնում է ձեր պարտավորությունները։ Ձեզ է կեղեքում, նկատի ունեցեք, խնդրում եմ, հարգելի ժողովուրդ։ Ես իր անձի նկատմամբ ոչինչ չունեմ, բայց ինքը ամեն ինչ ունի բացասական մեր ազգի դիմաց եւ հետեւողականորեն իրականացնում է պանթուրքիստական ծրագիրը։ Խնդրում եմ նկատի ունեցեք, այն օրն մի կեղտաբանից դուրս եկած դուրս բրծուկ ինձ գրել է սա է դոցենտ ալի ինձ ձևա խոսում։ Արա լսի տանս տեղնել եմ ասել ծարավ աղբյուր 55 դրոպ 5 շենք, ում էլ հարցնեք ցույց կտան։ Արա, բա հերնումերը տեն գրել միանձնյա երկու դասագիր, որով այսօր ամբողջ Հայաստանի Հանրապետությունում իմ գրած դասագրքով են աշխատանքային իրավունք կարդում։ Հերնումերը տեն, արա 50-ից ավել գիտական աշխատությունների հեղինակ։ Հերնումերը տեն դատարանում 24 տարի փաստաբանական գործունեություն իրականացվել եւ ոչ մի պարտված դատավարություն չունեմ իմ մեղքով։ Դե, էտա իրականություն, արա, բա ինձ ձև ելնեմ խոսամ, էլ եմ մի հատ ջութակ նվագեմ, սերենատ նվագեմ ու ժպտամ մեր ազգի դժբախտության վրա, այ կենթանի, համարդ գրի գամ, զանգեմ քեզ, արա ես համար չունեմ ի տարբերություն քեզ, ես հեռախոսը համար ունեմ, այ կենթանի, դու ինձ արդեն ասեցի որտեղ եմ ապրում, եթե այդքան վատացած ես, կարաս գասից տենաս, ես քեզ բացատրեմ, ինչպես ասում են, փիղը ինչ թրջունա, հարգելի ժողովուրդ, սա ծաղր է մեր անկախության, մեր ինքնիշխանության, մեր պետականության նկատմամբ եւ այսօր այս ծաղրախմբի, այս քրչ ու փալաս խմբի ղեկավարը շարունակում է հեգնել, ծաղրել մեր արժանապատվությունը եւ ընդհանրապես հայի պատիվը, թե մեր հարգելի սփյուռքայերի, թե հայաստանաբնակ հայերի։ Պետք է պայքարել այս երկոտանու դեմ։ Սա չարիք է ու անուղելի չարիք է։ Չարիքներ կան, որ երբեմն ժամանակը փոխում է իրենց, բայց սա անուղելի չարիք է։ Այս ծաղրը, այս հեգնանքը,
որ այս ժողովրդի, այս պետության, այս նեղ վիճակում գտնվող երկրի նկատմամբ կիրառում է իրեն երկրի փաստացի ղեկավար հռչակած այդ երկոտանի բույս Նիկոլը, պետք է սրա դեմ պայքարել։ Մնացածը ինքներդ որոշեք։ Բարև պարոն Ավինյան, Երևանի քաղաքապետ, խնդրանքով եմ դիմում ձեզ, շատ քաղաքավարի եւ ակնկալում եմ արագ արձագանք։ Ուրեմն ամբողջ Երևանը լցված է թափառական շներով։ Ես ապրում եմ Ծառավաղբյուր փողոցում, որտեղ շները վախտում են եւ վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի համար։ Ես ինքս անձամբ առնչվել եմ այդ վտանգի հետ անցյալ տարի։ Իհարկե ես կարողացա պաշտպանվել եւ ոչ միայն պաշտպանվել, բայց մարդիկ կան, տարեց մարդիկ են, դուրս են գալիս փողոց ման գալու կամ առավոտյան ելնում են զբոսանքի եւ հարձակվում են շները այդ մարդկանց վրա, ոնց պաշտպանվել։ Եվ երբ որ ես հրապարակում արեցի իմ վրա կատարված հարձակման արդյունքի մասին, մի Facebook-յան դինոզավր կրծքերը գցած նկարված ամեն մեկը մի դելֆին ինձ գրել է անտակտ անկիրթ մարդ, yani ես ինչ եմ հարվածել շանը։ Դու այ դեբիլ, դու եթե կիրթ ես, դու կարդացել ես Սահմանադրության 3-րդ հոդվածը, որտեղ ասում է, որ Հայաստանում մարդն է բարձրագույն արժեք, ոչ թե շունն ու կատուն, այ դեբիլ։ Ես խնդրում եմ պարոն Ավինյան, զբաղվել ես խնդրով, մեկուսացնել այդ թափառական շներին։ Ես չեմ ասում սատկացնել, պարզապես մեկուսացնել ժողովրդից, որովհետև իսկապես դրանք վնասում են երեխաներին, ծերերին, որոնք չեն կարող պաշտպանվել։ Իդեպ կուրծք ասեցի, հիշեցի։ 3 առաջի օրը մի կին է զանգել, բարև ձեզ, ասի բարև ձեզ։ Ես փաստաբան Գևորգ Պետրոսյանի հետ եմ խոսում, ասի այո։ Բայց խնդրում եմ ինձ օգնել, ասի խնդրեմ, ասեք ինչ իրավական խնդիր է, բայց իրավական խնդիր չի։ Կրծքերս վիրահատել են, ինձ օգնություն է պետք։ Ասի տիկին ջան, այդ հարցով դիմեք վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, որովհետեւ ես դրանցից չունեմ, որ ձեզ